դպրոցներում եմ լինում, Գառնի ենք այցելելու նաև ուրբաթ օր եւ այդպես։ Որ դպրոցներում եք լինում, կասեք։ Այ գնալու եմ Գառնիի թիվ 2 դպրոց, որը իմ մտերիմ ընկերոջ անունով է կոչում ազատամարտիկ Ատոմ Աբրահամյանի անվան։ Գնալու եք այնտեղ այո քարոզելու։ Այո։ Ես կողմնակից եմ այոյին եւ կարծում եմ, որ բարեփոխված սահմանադրությունը ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծելու մեր քաղաքական առաջընթացի եւ առասարակ երկրի առաջընթացի համար։ Իսկ մյուս դպրոցներում եք այցելելու այո քարոզելու։ Ես այդ հարցը մի քիչ абստրակտ եմ ընկալում։ Ինչ է նշանակում մյուս դպրոցներ։ Այլ դպրոցներ եք այցելել։ Չի բացառվում կոնկրետ այդ ցանկը առայժմ չունեմ, բայց եթե անհրաժեշտություն լինի, կայցելեմ նաև այլ դպրոցներ եւ ոչ միայն դպրոցներ, այնպիսի վայրեր, որտեղ պետք է այոյի քարոզչություն արվի։ Իսկ այդ ցանկը դպրոցների ձեզ հանրապետական շտաբն է տալիս, այոյի շտաբն է տվել այդ ցանկը։ Եվ բնականաբար, այո, որպես հանրապետական խմբակցության падգամավոր պիտի շտաբից տեղեկանամ եւ քարոզչական խմբի ղեկավարից։ Այսինքն դուք ձեզ հանրապետականը գործողում է դպրոցներ այո քարոզելու, կարելի է այդպես ասել։ Ես չեմ գործողվում, ես իմ կարծիքն եմ ասում։ Ես իմ կարծիքն եմ հայտնում, որտեղ անհրաժեշտություն է լինում, որպեսզի բարեփոխումների մասին ես հայտնեմ կարծիք, ուրեմն կարծիք եմ հայտնում։ Մինչ այժմ գնացել եք դպրոցներ եւ ինչ արձագանք է։ Առաջիկայում կարող է գնամ, մինչ այժմ դեռ ոչ։ Բնականաբար այն լսարանը, այն մարդիկ, որոնց ներկայությամբ ես հայտնում եմ կարծիք, լինում են նաև հարցեր։ Իսկ դուք չգիտեք, որ դպրոցներում քարոզչությունն արգելված է։ Բակը նույնպես դպրոցի եթե տարածք հարևանությամբ։ Դպրոցներում դուք ում հետ եք ուսուցիչների, աշակերտների, չէ՞։ Եմ Գառնիի համար 2-րդ դպրոցի, հաճախ եմ լինում այնտեղ։ Եվ կարող է ներկրկով նաև այդ հարցերը տան։ Լսարանային հանդիպում դեռ ոչ մի դպրոցում չեմ ունեցել։